Մալխասը ասում էր մի պազես դենք մնացել։ Ես հասկացա, որ գոնե մի համերգային դահլիճ մնացել է։ Եվ դա քիչ չէ։ Այդ մի համերգային դահլիճը իրոք կարող է կրկին հեղափոխություն անել Երևանում, լավ իմաստով Երևանյան հեղափոխություն եւ այո, եւ Երևանը վերադարձնել այն տարիներին, երբ որ Երևանը Երևան էր։ Շատ բաներ արվում է, ես չեմ կարող ժխտել, որ չի արվում, շատ բաներ մանավանդ մշակութային առումով Երևանում այսօր եռում է Երևանը մշակութային առումով, ասենք օր չկա, որ մի միջոցառում չլինի եւ նույնիսկ զուգահեռ միջոցառումներ։ Չնայած դա վատ է, որ ասենք նույն տարբեր դահլիճներում, ասենք հոբելյանական միջոցառումները միասին են անցնում, միտեղ մեկ են, ժամանակին այդպիսի բաներ չկար, հայ-ամերիկ գոյություններ, որը կոորդինացնում էր այդ ամենը նախորոք, որպեսզի չհամընկնի, որ մարդիկ հնարավորություն ունենան եւ այստեղ գնան եւ այնտեղ գնան։ Հիմա այդ կոորդինացումը չկա, կոորդինացնող այդ կենտրոնը չկա ցավոք սրտի, որովհետեւ հայ-ամերիկը եթե լիներ ինքը էլի կշարունակեր իր գործունեությունը, բայց չկա արդեն երկար տարիներ։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա գոյություն ունի, բայց ցավոք միայն այնց անունով գոյություն ունի, որը կազմակերպում է որը էլի ուրախալի դպրոցականի ֆիլհարմոնիան։ Դե այսօր դպրոցականների համար այդ գեղագիտական դաստիարակությունը անչափ կարևոր է։ Մենք պետք է դպրոցի մանկապարտեզից պետք է դաստիարակվեն երեխաները, նույնիսկ ասում են, որ դեռ չծնված մորարգանդում պետք է արդեն լավ երաժշտություն լսեն։ Իսկ ինչ վերաբերում է մանկապարտեզի դաստիարակությանը, գիտեք ինչ, ես երեխան պետք է մանկական երգեր երգի,